Պարոն Փաշինյան, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում նաև հայտարարել է, որ պատերազմի ժամանակ երկրորդ թե երրորդ օրը հստակ չեմ հիշում, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա բանակցությունների, բայց դուք չեք լիազորել նրանց, ընդ որում բանակցությունները պիտի կայանային ոչ թե Վլադիմիր Պուտինի մակարդակով, այլ Լավրովի, եւ ձեր պատասխանը եղել է հետեւյալը, որ առանց այն էլ ԱԳՆ-ն ամենօրյա մակարդակում այդ բանակցությունները տանում է։ Նախ կուզենամ անդրադառնալ այս խոսակցություններին, արդյոք եղել է նման խոսակցություն թե ոչ, եւ Ռոբերտ Քոչարյանը արդեն որևէ անգամ կասկածի տակ է դնում օգոստոսի 8-յան իրողությունները եւ խաղաղությունը, ասում է, որ դա մեկ անձի ցանկությունից եւ տրամադրությունից կախված փաստաթուղթ է եւ առաջարկում է երաշխավոր կողմերը ավելացնել, այսպես ասած Չինաստանը եւ Ռուսաստանը կարող են դառնալ երաշխավոր այդ եռակողմ պայմանագրին եւ մեկ հավելում են Ռոբերտ Քոչարյանը, ասում է, որ 2026 թվականին հուսով է թուղթագրիշ տայք գրեք, հա ոնց են հիշել։ 2026 թվականին հուսով է հայ ժողովուրդը այդ սխալը չի գործի, դուք չեք վերընտրվի եւ ինքը գալով հանրային համերաշխություն կիրականացնի, որովհետեւ իր բառերով ասած դուք չարեք ձեր իշխանությունը նույնպես։ Դե հատկապես Ռոբերտ Քոչարյանի հույսը վաղուց մեռած պիտի լիներ, բայց ինչ որ դիմադրումը չենք հասկանում ինչի հաշվին։ Հաջորդ հարցը, հա, իմիջիայլոց այդ բանի հետ կապված, Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ կապված, ես հետո տեսա, որ ինչ որ տոնակատարություն է եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ասում են փաստորեն ասում են Փաշինյանը քշերը չի քնել եւ բան արել, նայելա Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ես տանպես ամեն օր իմ աշխատանքային ժամը սկսվում է 5-ին, ժամը 5-ին եւ պիտի անկեղծ ասեմ, որ նույնիսկ ես որ իմացա, որ 5 թե 7 ժամանոց, այսինքն ես չգիտեմ, որ նոր ավարտվել այդ հարցազրույցը ընդհանրապես եւ 2 հոգու հավաքել եւ 5 ժամ խոսալ, այդ նշանակում է մարդը բան ունի, շփման ինչ որ խնդիր ունի։ Ճիշտ է, ես էլ 4 ժամանոց ասուլիս եղել է, նույնիսկ 5 անում եմ, բայց այն դեպքում լրագրողները, այսինքն բոլոր ցանկացող հավատարմագրված կառավարության բոլոր ցանկացող լրագրողները մասնակցում են։ Ինչ վերաբերում է երաշխավորներին, մենք արդեն երաշխավոր ունեցել ենք։ Եվ այդ երաշխավորի մասին մեր պատկերացումներն են, որ մեզ համար ստեղծել են այն խնդիրները, որոնք մենք ունենք։ Եվ դա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է, հա, ներողություն, ես ուզում եմ հարցնեից դուք երբանից եք լրագրող աշխատում, կներեք, վաղուց եք, բայց տասնյակ անգամ այդ թեմաներին անդրադարձել եմ։ 3 ղեկավարների գնալու, չգնալու եւ այլն եւ այլն։ Ես օթանավն եմ տրամադրել, ասել եմ ուզում եք գնաք, ուր ուզում եք գնանք։ Այսինքն այդ թեման ինչի, այսինքն ասեն որ իրենց ընդունեք այնպես, օրինակ ինչպես մեզ կընդունենք, որովհետեւ ասում է պետք է ամեն դեպքում իշխանությունից ձեր անունից բան լիներ։ Դեմա դուք ինձ ստիպում եք էլի անցնեմ խոսակցությունների ժանրին, ես Ռուսաստանի գործընկերներին ցույց եմ դրել, որ եթե իրանք ուզում են իրանց հետ շփվեն, ես դեմ չեմ։ Այսինքն իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք, հա, այսինքն ասեի, որ իրանք իրեքով են Հայաստանի վարչապետը։ Այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտում է, իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք։ Այդ ինչ է նշանակում։ Այսինքն ասեի, իրանք իրեքով տրիումվիրատ է Հայաստանում ձևավորվել, ես այլևս Հայաստանի վարչապետ չեմ, իրանք իրեքով են Հայաստանի վարչապետ։ Բայց պատերազմները հանրային ժամանակ դրանց նախագահի հետ։ Հա, փաստորեն իրանք չեն ճանաչում, պետք է ես ասեի, որ իրանք Հայաստանի նախկին հարգելիներս, իրանք ասել են, որ տենց ցանկություն ունեն, ես ասել եմ, խնդրեմ, օթանավն էլ ասել են, վերցրեք գնացեք, որի վրա գրած է Հայաստան, թող գնային։ Եվ 29000-ի մասով պարոն Փաշինյան այդ մասով չպատասխանեցիք, ասում է սահմանափակում եք, երբ որ պահանջներ չունեք, սահմանափակում եք այդ 29000-ի մեջ, մեզ արդեն գործոն չեն ընկալում։ Դե գիտեք, այդ թեմային էլ եմ տասնյակ անգամներ անդրադարձել։ Այդ խնդիրը, այդ հայցակարգը, որ երբ որ մենք ասում ենք սա մեր ինքնիշխան տարածքն է, մեր սահմանն է, այդ ճիշտ է, որ մենք մեզ սահմանափակում ենք։ Դա ճիշտ է։ Բայց դա վատ է, որ մենք մեզ սահմանափակում ենք։
որովհետև մենք մեզ այդ սահմանով մենք մեզ սահմանափակելով այդ սահմանով նաև ուրիշներին ենք սահմանափակում։ Եվ երբ որ ես ասում եմ, որ լեգիտիմությունը պետք է անգնի մեր արտաքին անվտանգության հիմքում, հենց դա նկատի ունեմ։ Երբ որ ասում եմ, որ 18 տարեկան մեր երեխեքին տանում ենք խրամատում դնում ենք եւ ասում ենք մենք մեզ չենք սահմանափակում։ Ուրիշներն ասում են շատ լավ, դուք ձեզ չեք սահմանափակում, մենք էլ չենք սահմանափակում։ Եթե մենք ասում ենք, որ այստեղ սահման չկա, եւ հետեւաբար այդ սահմանը մեզ չի սահմանափակում, ուրիշներն էլ ասում են շատ լավ, եթե սահմանը ձեզ չի սահմանափակում եւ այդտեղ սահման չկա, ուրեմն մեզ էլ չի սահմանափակում։ Դե եկեք տեսնենք ում ավելի շատ կսահմանափակի եւ ում պակաս կսահմանափակի։ Եվ ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա օրինակ ես ձեզ ասում եմ, որ եկեք ես պատրաստ եմ հրավիրել լրագրողներին եւ գնանք ձեռք բերենք մեր սպառազինությունները։ Հարց չի ծագում, ինչու մենք այդ սպառազինությունները, որ այսօր ձեռք ենք բերում, ինչու ձեռք չենք բերում օրինակ նախկինում։ Իսկ նախկինում ձեռք կամ ինչու ենք հիմա կարողանում ձեռք բերել, իսկ նախկինում ոչ։ Ես դրա մասին կարծեմ հրապարակային գրել էի։ Կետերից կարևորագույնը մեկը այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա։ Եվ այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում են ամենայն հարգանքով, բայց մենք ձեզ սպառազինություն չենք կարող վաճառել, որովհետև մենք չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն չեք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Սահմանը դրա համար է։ Եվ առաջին բուֆեր, ես առաջկայում սրա մասին, բայց լավ հրապարակային մանրամասն խոսելու եմ, էլի չպատմեմ ամեն ինչ։